Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ։ Մինչև մեր զրույցը սկսելը կխնդրեի բաժանորդագրվել ալիքին, հավանել տեսանյութը եւ գրել մեկնաբանություն։ Բարև ձեզ Տիկին Մկրտչյան։ Ողջույն։ Տիկին Մկրտչյան, այսօր հայտնի դարձավ, որ երջանկահիշատակ Գալուստ Սահակյանի ծննդյան օրը ձերբակալվել է նրա որդին Արման Սահակյանը, ձեր թիմակից, մոտ 10 տարի առաջվան 10 տարի առաջ եղած ինչ-որ դեպքերին վերաբերվող քրեական գործով։ Ձեր կարծիքով սա հատուկ էր, թե իրավական պրոցես է։ Սա հատուկ պրոցես է, նախ սկսենք նրանից, որ տականքությունն այնքան անհատակ է այս իշխանությունների եւ այն արտահայտվում է ոչ միայն մեր հայրենիքի նկատմամբ, այլ այստեղ ապրող ցանկացած հայ մարդու նկատմամբ։ Մենք առիթ ունեցել ենք պարոն Սիմոնյան միասին խոսելու բազմաթիվ անգամներ ու ընդգծելու օրինակներով, թե ինչքան է ատում Նիկոլը հայկականությունը։ Կապ չունի այդ ինքնությունը եկեղեցիների մեջ է, թե այդ ինքնությունը մեզնից յուրաքանչյուրի մեջ է։ Եվ ինքը այստեղ ունի կոնկրետ նպատակ, այդ նպատակ այդ ինքնությունը վերացնելն է։ Հայկական պետությունները, հայ ժողովրդի դիմադրողականությունը կոտրելը, որ թուրքերն ու ադրբեջանցիները այստեղ իրենց համար ունենան իր ֆիրմա բառերով ասած trip-ը կամ back office եւ front office ունեցող ճանապարհները, որոնք ըստ էության ընդհանրապես պարզ լեզվով ասած իրականում թուրքական պրոյեկտներ եւ թուրքական ճանապարհներ, թուրքական աշխարհը կառուցելու համար առանց հայերի իհարկե։ Անհատակ տականքություն կա, այո, ամեն ինչը ընդգծված, սրանք բոլորը ցուցադրական պատժիչ գործողություններ են Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Աշակերտին կալանավորել, գետնին տապալել եկեղեցում իր ծնողի աչքի առաջ, կալանավորել, Զավակին իր հոր արդեն երկնային ծննդյան օրը նշելու հնարավորությունից զրկել։ Իհարկե ինչի համար է սա, այն որ ասում էր հանգիստ վերընկեք տեղներդ, որ ինչ լինի, որ որևէ մեկը դիմադրություն ցույց չտա Նիկոլին։ Սա ցուցադրական պատժիչ գործողություն է, հերթականը եւ այս 2 ամիսների ընթացքում վիճակը թույլ տվեք վատ կանխատեսում անեմ, որ գնալով էլի է սրվելու, որտեղ Նիկոլը գիտի, այլևս միայն այդ վախն է եւ իր կողմից այդ լապ ստացող հեղինակազրկված ռեպրեսիվ ապարատն է, որ ունակի է իրեն պահել իր զավթած աթոռին, այլևս խաբելը, ստելը, մանիպուլացնելը, Հայաստանի քաղաքացիներից փորձել ինչ-որ բան թաքցնել, էլ այս գործիքները չեն աշխատում։ Կա միայն հայերի վախեցնելու գործիքը, որ փողոց դուրս չգան, չմտածեն, որ կարող են հունիսի 7-ին կամ դրանից առաջ կամ դրանից հետո կանխել Նիկոլի գործողությունները եւ ինքը կարողանա ստանալ այն, ինչ անում է ցավոք սրտի 8 տարիների ընթացքում։ Հանրապետական կուսակցության համաժողովի ժամանակ երրորդ նախագահ հայտարարեց, որ կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին։ Տիկին Մկրտչյան, արդյոք սա քաղաքական պրոցեսներից հետ մնալ չէ, որովհետև ըստ էության ընտրությունները իշխանափոխության հնարավորություն այնուամենայնիվ ընձեռում են։ Եթե դուք ինձ Հայաստանում տեղի ունեցողից մի օրինակ բերեք քաղաքական պրոցեսի կամ քիչ առաջ քննարկեցինք մի օրինակ բերեք իրավական պրոցեսի, ես կասեմ, այո, մենք դուրս մնացինք այդ քաղաքական պրոցեսից կամ Հայաստանում ինչ որ մի իրավական կամ արդարադատական պրոցես կա։ Իհարկե չկա, Հայաստանում կա պայքար, Թուրքին ծառայող Նիկոլի եւ իրեն ամրակցված զենք եւ անպատժելիության գործողություններով զինված բանդայի միջև, բանդայի դեմ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են մյուս կողմից։ Այսինքն մի կողմից Նիկոլն է իր բանդա, մյուս կողմից մենք ենք։ Այս պայքարն է Հայաստանում։ Դուք սրա անունը քաղաքական պայքար եք դնում։ Կներեք, բայց սա քաղաքական պայքար չի։ Քաղաքական պայքար չէր 18-ին դագաղներն ու սև լենտերը, որտեղ քաղաքական ատրիբուտիկա չի կենթանի մարդու դագաղի վրա պար գալը։ 2021-ին քաղաքական ատրիբուտ չի չակուճը վերցնել ու հայհոյանքներով գնալ ընտրությունների, ոնց որ արեց Նիկոլը, եւ քաղաքական ատրիբուտիկայի որևէ մաս չի այսօր տեղի ունեցածը եւ հունիսի 7-ն էր։ Դա պայքար է լինելու Նիկոլի հայ ժողովրդի դեմ հիբրիդային գործիք հանդիսացող Նիկոլի դեմ եւ հայ ժողովրդի դեմ եւ հայ ժողովրդի միջև, այսինքն կամ Նիկոլը այդ հիբրիդային գործիք հանդիսանելով շարունակելու է Հայաստանի Հանրապետությունը պահել զավթած ու
ինչպես Արցախի նշաձողը իջեցրեց, այնպես էլ Հայաստանի նշաձողը իջեցնելով արդեն հայկական պետության վերջնա տալու, կամ հայ ժողովրդի դիմադրողականության արդյունքում մենք կարողանալու ենք ինքնապաշտպանվել, որովհետև մեզ հիմա ինքնապաշտպանությունից էլ են զրկել։ Այդ հնարավորությունը մենք չունենք։ Դուք ասացիք նախագահը համագումարի ընթացքում հայտարարեց չգնալու մասին, թույլ տվեք մի փոքր հստակեցում անենք, Հանրապետական կուսակցության գործադիր մարմինն է այդ որոշումը կայացրել համագումարից 2-3 օր առաջ։ Համագումարի նախագահը ընդլայնված պատասխանեց այն բոլոր պայմաններին, պատճառներին, թե ինչու ենք մենք այդ որոշումը ընդունել։ Անձնական ամբիցիաներից, ձեր ասած քաղաքական process-ներում մեր հնարավոր մասնակցության կամ այդ ձևաչափի հետ կապված, նաև այն հանգամանքը մատնանշվեց, որ եթե նույնիսկ կան ինչ-որ արհեստական մտածածին գործոններ կամ խոչընդոտներ, որոնք այսօր ազգային դաշտում գտնվող ազգային ուժերի տեսանկյունից, ովքեր հայտ են ներկայացրել մասնակցելու հունիսի 7-ին եւ պայքարելու Նիկոլի դեմ, կարող է իրենց խանգարել, օրինակ նախկին ներկա խոսույթը եւ նմանատիպ այլ բաներ, ապա մենք պատրաստ ենք մեր ամբիցիան մի կողմ դնել։ Սա տարիներ շարունակ մեր կողմից հնչեցված այն մտքի ապացույցն է, որ մեզ մանդատ պետք չի։ Ընդ որում խոսքը եւ իշխանական մանդատի մասին է, եւ ընդդիմադիր մանդատի մասին է։ ՀՀԿ-ի օրակարգը անփոփոխ է, մեզ իշխանափոխություն է պետք, մեզ պետք է վռնդել Նիկոլին։ Մենք այս 8 տարի միայն դրանով ենք զբաղվել։ Եթե կան քաղաքական միավորներ, ուժեր եւ գործիչներ, ովքեր Նիկոլին շնորհավորելուց 2018 թվականից հիմա նոր հասել են Նիկոլի դեմ պայքարին, ապա մեզ համար այս ճանապարհը եղել է անփոփոխ։ Ու նաև մի շատ կարևոր շեշտադրում էլ արեց Սերժ Սարգսյանը, նշելով, որ մենք պայքարից դուրս չենք գալիս, որովհետև չգնալ ընտրությունների չի նշանակում չպայքարել։ Մենք եւ հունիսի 7-ից առաջ, ընդ որում հստակ ժամանակամիջոցներն էլ իրենց շրջափուլերով ընդգծեցինք, որ եւ հունիսի 7-ից առաջ, այսինքն մինչեւ հունիսի 7-ը առաջիկա ամիսների ընթացքում պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլը վռնդվի եւ հունիսի 7-ը արդեն լինի այո ընտրական գործընթացների մասին, եւ պատրաստ ենք հունիսի 7-ին մեր աջակցությունը բերել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, եւ իհարկե հունիսի 7-ից հետո պաշտպանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն։ Այսինքն սպասենք Հանրապետական կուսակցությունից, որ փողոցային պայքար կգեներացնի։ Հանրապետական կուսակցությունից ցանկացած սպասում դուք կարող եք տեսնել Հանրապետական կուսակցության պատմության մեջ, որովհետև Հայաստանի Հանրապետական կուսակցության ամբողջ ընթացքը եղել է պայքարի մասին, պայքար հայրենիքի համար, պայքար Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար, եւ այս ճանապարհից, այս ուղուց շեղում չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ եւ դրանից հետո ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե գազի գինը թանկանա, մենք ԵԱՏՄ-ից դուրս կգանք։ Սա կարող է հանգեցնել հայ-ռուսական առճակատման եւ ի վերջո Հայաստանին տնտեսական վնասների հասցնելու։ Դե գիտեք ինչ 8 տարի առաջ էլ Ալենը ասում էր Աղդամը իմ հայրենիքն է եւ վերջ։ Դրանից հասավ նրան, որ ամբողջ Արցախը պարզվում է Ադրբեջան է եւ հասել է նրան այն ոչ մի թիզականը, որ ասում էր ոչ մի կոնսենսուսային պայմանավորվածություն պիտի չլինի, որովհետեւ մենք հաղթածի դիրքերում ենք, հիշեք, նիկոլական ԿՊ-ական ողջ խոսույթը սրա մասին էր մինչեւ 2020 թվականը, հիմա այդ մարդիկ ասում են, որ Հայաստանի երաշխավորը պարզվում է Ադրբեջանն է։ Այ մենք դրան ենք գահավիժել։ Դուք փորձեցիք Պուտինի հետ հանդիպման ընթացքում ինչ-որ արտաքին քաղաքական եզրահանգումների գալ, ձեր թույլտվությամբ պարոն Սիմոնյան, ես այդ եզրահանգումներին չեմ համաձայնի, որտեղ ես շատ լավ տեսել եմ, թե ինչով է զբաղվում Նիկոլը Մոսկվայում, ինչով է զբաղվում Նիկոլը Բրյուսելում եւ Վաշինգտոնում։ Ընդհանրապես այնտեղ փոխվում են աշխարհաքաղաքական տերերը, որոնց նախընտրում է Նիկոլը։ Այսինքն այն ժամանակ, երբ որ Պուտինը պատրաստ էր Նիկոլի հետ ցանկացած գործարքի, Նիկոլը այդ գործարքը իրեն առաջարկում էր։ Կապ չունի հայկական շահը եւ Հայաստանի Հանրապետությունը այստեղ որտեղ են։ Այդտեղ նստած Նիկոլը, մի բանի Պուտինի առաջ նստած Նիկոլը, այնի շատ սիրած լեզվով նախ ասենք, որ կոշիկ լիզելու դիրքավորման մեջ էր, ու մի պատրաստակամությամբ, մի բանի համար էր գնացել։ Ասում էր, ինչ անեմ, որ 2026 թվականի հունիսի 7-ը շատ նման լինի 2021 թվականի արտահերթ ընտրություններին խորհրդարանական։ Ինչ է անհրաժեշտ։ Օրինակ Տրամպը այդ հարցին պատասխանել է Նիկոլին, ասել է, որ անհրաժեշտ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանից զիջել մի կտոր, եւ այդ զիջումը տեղի է ունեցել, եկել մեստեղ խաբել, ասել են խաղաղություն, երբ որ կապիտուլյացիա են ստորագրել։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ բոլոր
տեքստերը, որոնք դուք լսում եք Նիկոլից, դրանք ընդհանրապես բոլորիս աչքին թոզ փչելու համար են։ Փակ դռների հետևում ինքը յուրաքանչյուր գերտերության ղեկավարի, ընդ որում դրա մեջ մտնում են նաև Ադրբեջանի ղեկավարը եւ Թուրքիայի ղեկավարը, չներով գերտերությունների ղեկավարները, բայց մեր թշնամիները, Նիկոլը իրանց հետ էլ այդ նույն խնդրանքով դիմում իրանց, մի բան, արեք ամեն ինչ եւ ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իմ աթոռը շարունակեմ պահել զավթած, մնամ այդ վարչապետի աթոռին։ Սա դրա մասին է։ Ես շատ ցավում եմ, որ մենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին, Եվրոպական միության մեր գործընկերներին եւ աշխարհում բոլորին դեռևս չենք կարողացել այն պարզ միտքը հասնել, եւ սա ընդդիմության ամենամեծ բացթողումներից մեկն է արտաքին քաղաքական դաշտում, եթե կուզեք ավելի անկեղծանամ, այն միտքը, որ Նիկոլը Հայաստան չէ, որ Նիկոլը չի բանակցում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անունից եւ երբ իր հետ խոսում եք, խոսեք, չգիտեմ, ինչպես ձեր հարճի հետ կխոսեք, ինչպես ձեր գործակալի հետ կխոսեք, ինչպես ձեր ստրուկի հետ կխոսեք, բայց մի պաշտոնական Երևանի եւ առավել եւս հայ ժողովրդի անունը կպցրեք դրա հետ, որովհետեւ ինքը մեզ չի ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊԱ-կանները հետեւյալ դիրքավորումն ունեն, ասում են, որ իրենք Ադրբեջանի հետ խաղաղություն են հաստատել եւ ընդդիմությունը, այդ թվում ենթադրում եմ նաեւ Հանրապետական կուսակցությունը եւ Պատիվ ունեմ խմբակցությունը, պատերազմի կուսակցության ներկայացուցիչներ են եւ եթե գան իշխանության, ապա կսկսվի պատերազմ, այսինքն այն խաղաղությունը, որը հիմա կա, հոտս կցնդի։ Իրենք փուլային հանձնում են պայմանավորվել Ադրբեջանի հետ եւ ոչ թե խաղաղություն են կնքել։ Իրենք հայ ժողովրդին պայմանավորվել են փուլերով տալ Թուրքին եւ ադրբեջանցուն։ Խաղաղություն չէ այն արտահայտությունը, երբ Նիկոլը ասում է, որ ինքը Սև լճի 30%-ի համար կռիվ չի անելու։ Խաղաղություն չի, երբ որ ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունից զավթված ինքնիշխան տարածքներ կան, ու մեզ ասում է մենք դրանց համար չենք պայքարել, դա մի օր կտան էլի երևի ադրբեջանցիները, ու ադրբեջանցիները տալու փոխարեն ամրանում են, նոր դիրքեր են գրավում, առաջ են գալիս։ Ձեզ խափում են, ասում են, գիտեք ինչ, սահմանին զոհ չկա, բանակում զոհ չկա։ Այդ դուք հավատում եք այնպես միանշանակ, որ Պաշտպանության նախարարության տարածած բոլոր հաղորդագրությունները ճիշտ են, օրինակ մեր զինծառայողների մահվան դեպքերի մասով։ Միանգամից արագ առանց նախաքննության մահվան մասին են հայտնում եւ ժամերած դեպք է եղել անգամ, որ Պաշտպանության նախարարությունը առանց քննչականի նույնիսկ մահվան պատճառը նշել։ Այս դա նորմալ է, այսինքն տալիս են հանձնարարականը, որ դուք սրանից դուրս ոչինչ չունեք մտածելու։ Տենց է խաղաղությունը լինում։ Խաղաղությունը դա չէ։ Խաղաղությունը 42000 քառակուսի կիլոմետր Հայաստաններ, մինչև Նիկոլը հայրենիքներ մեր, խաղաղությունը դա արժանապատվություններ մեր ժողովրդի, երբ Ալիևը արդեն ստիպված խոստովանում էր, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Խաղաղությունը այն էր, երբ որ Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին ցեղասպանության 100-րդ տարելիցին գերտերությունների ղեկավարները մեր սրբադասված նահատակների հիշատակի առաջ գլուխ էին խոնարհում ու դատապարտում Օսմանյան կայսրությանը։ Այ խաղաղությունը, արժանապատվությունը, ինքնիշխանությունը սրա մասին էին։ Տիկին Մկրտչյան, անուղղակիորեն, բայց Նիկոլ Փաշինյանը ձեր իշխանությանը մեղադրեց, այսինքն երրորդ նախագահի պաշտոնավարման ժամանում թալանչի եւ ճողոպրած գեներալներ ունենալու մեջ, այսինքն մեր գեներալիտետին նա այդպիսի պիտակներ կպցրեց, ինչպես կարող եք արձագանքել։ Պարոն Սիմոնյան, երևի դուք լավ չեք հիշում, բայց մինչև 2020 թվականի դավադիր պատերազմը Նիկոլը այդ գեներալներին մեդալներ էր բաժանում եւ Տավուշյան մարտերը ներկայացնում էր որպես նոր Սարդարապատ, ասում էր մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է, մեր բանակի ոգին կոտրել հնարավոր չէ, հիշում եք սարանները, մարդը Հայաստանի հերոսի կոչումներ էր բաժանում այդ նույն գեներալներին։ Իսկ ինչ վերաբերվում է փախած, փախնող գեներալներին, թալանող եւ թալանած գեներալին, ինքը կարող է նայել հիմա իր ասֆալտի Սուրիկին եւ պատկերացնել, թե ինչպիսին է մեր բանակի վիճակը։ Հենց Սուրիկի պահած բանակը, ասֆալտի Սուրիկի պահած բանակը այդպիսին պիտի լինի։ Այնպիսին, ինչպիսին ինքը այդ բառերով նկարագրում է։ Իրենք այսօր զբաղված են մենակ հայ զինվորին, արժանապատիվ հայ զինվորի ինքնասիրությունը
ստորացնելով, նվաստացնելով, որպեսզի որևէ մի երիտասարդի մոտ Հայաստանի Հանրապետությունում, դա կլինի բանակում թե Երևանի փողոցներում, չմնա ազգային ինքնության վերականգնման եւ արժանապատվության վերականգնման, պետության վերականգնման ցանկություն։ Իրենք հիմա դրանով են զբաղված։ Իսկ ինչ վերաբերվում է նաև գեներալների վրա քրեական գործեր կարելուն, Նիկոլը իշխանությունից հեռացվելուց հետո նաև պատասխան է տալու այն բոլոր կեղծ քրեական գործերի, այն կինոների համար, որ օրինակ սարքել էին գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ եւ շատ այլ մարդկանց նկատմամբ, իրականում ունենալով թիրախ ոչ թե այդ մարդկանց անձը, այլ ունենալով թիրախ հայկական պետությունը։ Զինվորի արժանապատվությունից խոսեցիք, կուզեի ձեր կարծիքը իմանալ Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին, որ իր որդին բացառիկ գիտելիքների շնորհիվ չի ծառայել բանակում եւ նա բարձրակարգ մարդ է, այդ պատճառով էլ բանակ չի զորակոչվել։ Սա իրենց ամբողջ իշխանության Նիկոլի վերաբերմունքն է մեզ։ Ինքը ասում է մենք բարձրակարգերով, այդ բանդայով, որ եկել զավթել են իշխանություն, իրանք բարձրակարգ են։ Մենք բոլորս մնացածը այստեղ զինվորի կարգավիճակից մինչև Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի, իրենց ենթակաները պիտի լինենք, իրենց ծառայություններ մատուցողները պիտի լինենք, իրենց թուրքերի համար ցանկացած գնով պիտի ապահովենք այս տարածաշրջանում հարմարավետություն։ Իրենք դա չեն էլ թաքցնում։ Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանին, ես ցավում եմ իհարկե, որ ինքը 90-ականներից մինչև հիմա եկել հասել է մեր իրականություն, որ մի հատ էլ կարողանում է մինչև այս պահը վիրավորել հայ զինվորին։ Բայց հիշեք ինքը ով է եղել։ Ինքը այն մարդն է, որ Վազգեն Սարգսյանի, հայոց սպարապետի դին մարմինը դեռ ազգային ժողովում չէր սառել, ինքը կարմիր գույնի գրիչով պաշտոն էր իրան առանձնացրել թղթի վրա, երևի թե Վազգենի արյունն էլ պատկերացրել է գրելուց առաջ ու տարել տվել է, որ իրան նշանակեն պաշտոնի։ Այս է ինքը Անդրանիկ Քոչարյանը հայկական պետության վնասների հաշվին, մշտապես հայկական պետությունը ծախելու հաշվին մշտապես պաշտոն է ստացել։ Այս սրա մասին է իր ողջ կենսագրությունը։ Եվ Տիկին Մկրտչյան, երեք հրապարակվեցին սոցհարցումների տվյալներ եւ ըստ այդ տվյալների քաղաքացիական պայմանագիրը, եթե չեմ սխալվում, 25% վարկանիշ ուներ։ Դուք ինչ եք կարծում, իրականում ԿՊ-ն ինչ վարկանիշ ունի հանրության շրջանում։ ԿՊ-ի վարկանիշը այն սոցիոլոգիական հարցումներն են, որտեղ Հայաստանի յուրաքանչյուր 4-րդ քաղաքացի ասում է նրա մասին, որ Նիկոլը դավաճան է։ Միակ իրական սոցիոլոգիան սա է։ Պարզ Սիմոնյան, դա նշանակում է, որ հունիսի 7-ին ինքը Հայաստանում վարչապետ չի լինելու։ Կներեք, որ պիտի ասեմ, բայց ոչ, դա չի նշանակում։ Ձեզ թվում է ինքդ այս քվյաթերթիկների արդար եւ մրցակցային բաշխումն է ապահովելու։ Ձեզ թվում է այդ սոցիոլոգիան է իրան որևէ կերպ կանգնեցնելու։ Չէ, մի կողմից Վահագն Հովակիմյանը, մյուս կողմից Վահագն Խաչատուրյանը դակելու են Նիկոլի գրած թվերը, Նիկոլի ցանկացած թվերը։ Մենք պիտի մտածենք ինչ ենք անելու մինչև այդ եւ ինչ ենք անելու այդ լուրը ստանալուց հետո։ Հունիսի 7-ին այդ լուրը գալու է, պարոն Սիմոնյան։ Մենք որպես Հայաստանի քաղաքացիներ պիտի հասկանանք ինչ ենք անում այդ իշխանազավթումը, հերթական անգամ Նիկոլի իշխանազավթումը ուղղակի կանխելու համար, որտեղ բռնաճնշումներ են լինելու, հետապնդումներ են լինելու, մարդկանց մեկ էլ ոնց որ 2020 թվականին երիտասարդներին, ովքեր նոյեմբերի 9-ին դուրս էին եկել փողոցում, եկել գտնում էին կամուրջի տակ, դա էլ է լինելու, ինչպես Արմեն Գրիգորյանին դատարանում սպանեցին, այդպիսի փորձեր էլ է լինելու, ինչպես Սոնա Մնացականյանին իր ավտոշարասյան տակ ախրանիկները թողեցին հղի վիճակում, որ մահանա, դա էլ է լինելու։ Մենք սրան ինչ պատասխան ունենք, մեր ինքնապաշտպանական գործողություններով մենք արդյոք կամային ենք, մենք արդյոք վճռական ենք Հայաստանի Հանրապետությունն էլ չկորցնելու, այս սրա մասին է խոսքը։ Շատ լավ, հետևենք process-ներին, անչափ շնորհակալ եմ ձեզ այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հնարավորության համար։ Ցտեսություն։